Նիկոլ Փաշինյանի ելույթները լսելիս ձեր հարցերի պատասխանները ստանում եք։ Իսկի Աստված իմ հարցերի պատասխանները չի տալի։ Զզվանքից բացի ուրիշ բան չեմ ապրում։ Ճիշտ ասած, ես քաղաքականությունից ոչինչ էլ չեմ հասկանում, չեմ էլ ուզում այդ հարցով զբաղվեմ, անկեղծ ասած։ Ոչ մի կարծիք չունեմ, ընդհանրապես ոչ մի բանի մասին։ Աբսուրդ է։ Ես Իրան ընդհանրապես չեմ լսում։ Ինչու՞։ Չեմ ուզում։ Պատասխանները Չեմ ուզել լսել։ Նիկոլ Փաշինյանի ելույթները չեմ լսել, բայց իմացել է ինչ է ասել, դադարում եմ։ Ինչու՞։ Ինչու՞։ Ինչի մասին է խոսքը։ Առհասարակ։ Չէ, երեկվա ինչ-որ բաների մասին։ Եկեղեցականների, Այո։ 100% քաղաքականների։ դադարում եմ, շահագործում է։ Ամոթ է։ Ոչ։ Գիտեք չեմ ուզում պատասխանել այդ թեմայով կոնկրետ։ Բայց որ լսում եք իրեն, ձեր ունեցած հարցերի պատասխանները տալիս են իր ելույթներում։ Լրիվ կեղծ է։ Ես չեմ լսում իրեն ելույթներ ընդհանրապես։ Ձեզ մարդը սխառնոց առաջանում մարդու մոտ լսելով դրան։ Ինչ պետքա սուտ ասի, պետքա ստախոսությամբ զբաղվի, ուրիշ ինչ։ Ես մինչև հիմա այս 7 տարի է ինչքան ենք, ես մի բան չի եղել, որ ասենք լսենք, ասի, որ դա չլինի հակառակը։ Էլ դրանց ավելի լսել ինչի համար լսել։ Ախր գիտեք ինչ, այստեղ Նիկոլն էլ ինքն էլ մեղք չունի, որովհետև ինքը ոչինչ չի հասկանում։ Ոչ քաղաքականությունից, ոչ տնտեսությունից, ոչ մարդկային հատկություններ ունի, իսկ շատ վախկոտ, իսկ վախկոտ մարդը շատ վտանգավոր է։ Նա ամեն քայլի կդիմի։ Նա հիմա տեսեք գալիս ով մի հատ բան ասում, մենք մի հատ ասում եմ մեր ելույթը այսպես պետք է լինի, ձերբակալում է, այդ դա բոլորը վախից է։ Դրա համար նա շատ վտանգավոր է։ Եվ նա ինքը չի հասկանում լրիվ ինչ անում, ինչ չի անում, էլի։ Դրա համար նրա ելույթները լսել, բան անել է ուղղակի հոգեկան հիվանդ մարդիկ պետք է լսեն, շատ լսեն են նայեն։